Մենք դիտարկում ենք իրավիճակը խոսքի մեջ, մենք խոսում ենք իրադարձությունների մասին, որոնք կատարվում են հիմա, այն ամենը, ինչի մասին մենք խոսում ենք, ոչ թե լինելու է, այլ արդեն կատարման ընթացքի մեջ է։ Դա կատարվում է մասնակիորեն և կհասնի իր ավարտին, ճիշտ այնպես, ինչպես մենք արդեն կաճված ենք, զատվել ենք այս աշխարհից, հավաքվել ենք և բարձրացել ենք 7-րդ կնիքի գաղտնիքի մեջ, և մենք իմացել ենք, թե ով ենք մենք, և մենք ծառայում ենք Տիրոջը, և ուստի մենք մեկնում ենք այս բոլոր ուղևորություններին և գնում ենք տարբեր վայրեր, ահա թե ինչու ենք մենք կապի մեջ մնում այս բոլոր մարդկանց հետ, իսկ ինչու, որովհետև ինչ-որ բան ազդել է մեզ վրա, որպեսզի մենք անենք այն բաները, որոնք հավատում ենք, տեսնում ենք խոսքի մեջ։ Սա ինչ-որ եկեղեցական ծրագիր չէ, սա վինի կողմից հորինված մի բան չէ։ Այդպես նրանք գործում են, որտև ես գիտակցում եմ, որ այն Աստվածը, ով հայտնվեց այն ամպի մեջ, եկավ երկրի վրա գտնվող մարդու մոտ։ Ես հավատում եմ այդ մարդու վկայությանը, նա դա արտահայտեց տեսիլքով։ Նա խորացավ Աստվածաշնչի մեջ, նա ասաց, որ դա լինելու է, և նա մեկնեց ու սպասեց Ֆլագստաֆից 60 կիլոմետր դեպի արևելք։ Նա չգնաց Կոլորադո, նա չգնաց Նյու Յորք, նա չգնաց, գիտեք, Տուրուբա կամ Լեսեֆո կամ էլի մի տեղ, նա մեկնեց մի կոնկրետ վայր, որը տեսել էր տեսիլքի մեջ։ Հրահանգը տրվել էր տեսիլքի միջոցով, թե ուր է պետք գնալ, հրեշտակները կհանդիպեն քեզ այնտեղ, այն բանից հետո, երբ նա գտավ և բացեց քարտեզը, այդ վայրը կոչվում էր Peak Sunset, մայրամուտի գագաթ, մարգարեությունը Աստվածաշնչում երեկոյան ժամին լույս կհայտնվի։ Նա հենց երեկոյան պատգամաբերն է, եկեղեցական դարաշրջանը առաջ էր շարժվում արևելքից, իսկ հիմա գտնվում էր արևմուտքում։ Հասկանալի է ձեզ։ 7 եկեղեցական ժամանակաշրջաններից հետո արևելքում Պողոսից մինչև արևմուտքում եղբայր Բրանհամը 7 եկեղեցական ժամանակաշրջանները 2000 տարի այդ ամենն արդեն կատարվել է և ավարտվել է։ Հիմա մեզ մոտ այստեղ ձևավորվում է աշխարհը, եթե դուք տեսնում եք դա։ Նա ասաց, տեսնում եք, թե ինչպես է Լյուցիֆերը կառուցում իր թագավորությունը։ Նա ասաց, նա պատրաստվում է թագավորել որպես Աստված։ Նա ասաց, սա նոր բան չէ։ Դեռ այն ժամանակ երկնքում նա ասաց, ես նման կլինեմ Աստծուն։ Նա ասաց, Հովհաննեսը տեսավ դա, Հայտնության գրքում նա ասաց, որ ողջ աշխարհը երկրպագելու է գազանին։ Պողոսը տեսավ դա և ասաց, ես տեսնում եմ, որ մեղքի մարդը բազմելու է տաճարում, և նրան երկրպագելու են որպես Աստծո, նա ասաց, ուստի Աստվածաշնչում ցույց է